շատ ընտիր մանկապարտեզ ա եղել, շատ լավ։ Խոսքը Աջափնյակ վարչական շրջանի Ալիխանյան եղբայրներ փողոցում գտնվող մանկապարտեզի մասին է, որը տարիներ շարունակ ֆիզիկայի ինստիտուտի բանավանի բնակիչների երեխաների մանկապարտեզն է եղել։ Մինչև 90-ական թվականները, երբ վաճառվել, ես չգիտեմ։ Կառավարությունը 2004 թվականին ֆիզիկայի ինստիտուտ ՊՕԱԿ-ի պատկանող մանկապարտեզի գույքը որոշել էր աճուրդով վաճառել։ 2005 թվականին 152 միլիոն դրամով վաճառվել է Շանթ Պլյուս ՍՊ-ին, որը պատկանում էր Մանվել եւ Վարշամ Ղարիբյան եղբայրներին, որոնք էլ համարվում են նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորյալները։ Մանկապարտեզի տարածքը բավականին մեծ է, 3 շենք է, կուխնյայի շենքը առանձին է։ Ալեխանյանի մահվանից հետո Ալեխանյանի տունն սարքեցին Մսուր, որը գտնվում է այս տարածքից դուրս ներքև։ Հիմա էդ էլ է արդեն օտարված։ Դա էլ է օտարված։ Պատմում է մանկապարտեզի հետնամասի շենքի բնակիչը, ում եղբայրը եւս այդ մանկապարտեզն է հաճախել, բայց թորնիկներին բաժին է հասել այդ մանկապարտեզի պարիսպներից դուրս ավազով խաղալը միայն։ Մենք 3 տարեկան ունենք եւ մի տարեկան ունենք թորնիկներ։ Չենք կարում տեղավորենք այդ երեխեքի։ Ամբողջ թղամասը տառապում է մանկապարտեզի համար։ Այս բացեզդում մենակ ասեմ 8 երեխա ստեղա, որը որ մանկապարտեզի կարիք ունի։ Այս մանկապարտեզը Հայաստանի անկախացումից հետո Երևանում փակված, ապա սեփականաշնորհված տասնյակ մանկապարտեզներից մեկն է։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ օտարված մանկապարտեզների թիվը ոչ թե 40 եւ ավելի, այլ 100 եւ ավելի։ Հարցը քննող հանձնաժողովի դեռ առաջին նիստին հայտարարել էին շուրջ 40 այդպիսի մանկապարտեզի մասին։ Հետագա ուսումնասիրությունների ընթացքում է շրջանակն ընդլայնվել։ Իմ քայլը խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն է մանրամասնում։ Օտարված մանկապարտեզների հարցը քննող հանձնաժողովը ստեղծվել է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախաձեռնությամբ մայիսին։ Սխեման հետեւյալն է, մոտավորապես բարձ դառնում, որ օտարումները շենքերի եղել է, հիմնականում փորձվել է դա անապահով ինչ-որ խմբերի հետ կապված օտարումներ ձևակերպել, որոնք իրականում հաճախ առանց հիմքերի են եւ առանց աջորդի, առանց որևէ այլ բավարար իրավական ընթացակարգերի, բայց հիմնական հետաքրքիր բանն է, որ շենքերը օտարվել են, բայց շենքերի հետ օտարվել է նաեւ դրա հարակից հողամասերը, այսինքն յուրաքանչյուր մանկապարտեզ ինքը ունի իր բակային տարածքները եւ այդ բակային տարածքների վրա հիմնականում կառուցվել են սեփական առանձնատները։ Մի քանիսի դեպքում պատճենած լուսանկարներով է ցույց տալիս այսպիսի օրինակները, սակայն շատ են։ Այս հետևի շենքը մանկապարտեզի շենքն է, իսկ այստեղ հիմա արդեն կառուցված են արդեն բակային հատվածում առանձնատներ եւ այս պարիսպով, երբ որ ժամանակին այստեղ մանկապարտեզի ցանկապատներ, հիմա ինչ որ մեկի առանձնատան պարիսպն է։ Ավթաշենում ունենք մի օրինակ, տեսեք, մանկապարտեզի շենքն է, բայց կողքը բակային հատվածը արդեն առանձնատուն է կառուցված։ Ուսումնասիրությունների ընթացքում ոչ միայն օտարված մանկապարտեզների թիվն է ավելացել, այլև նոր վարչական շրջանում հավելված կոչվում է նոր համայնքի մանկապարտեզների շենքերի վարձակալության տված տարածքների եւ վարձակալների ցանկ, օրինակ 2006-7 թվականներին կուսակցություններին տրված վարձակալության մանկապարտեզի շենքեր եւ մասնավորապես այդ կուսակցությունների ցանկում է օրինաձեռքիր կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ բավականին տարօրինակ գներով օրինակ վարձակալություններ ա տրվել, օրինակ օրինաձեռքիր կուսակցությանը տարեկան 30,000 դրամով տրվել է 30 քառակուսի մետր տարածք, որը որ ենթադրում է քառակուսի մետրը 1000 դրամ։ Այս ամենի հետևանքով մի քանի սերունդ այդպես էլ չի կարողացել հաճախել մանկապարտեզ ու այսօր էլ եթե լինեին այդ մանկապարտեզները տարիների ընթացքում նաև նախորդ իշխանությունների կողմից բարեկարգված, ապա հերթում սպասող երեխաներ գուցե էլ չլինեին։ Երևանի ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Լուսինե Սարգսյանը 2000-ականներին օտարված մանկապարտեզների ու այսօր հերթում սպասող երեխաների քանակի համեմատականներ է տանում։ Արաբկիր համայնքում այս պահին իրենց հերթին են սպասում մանկապարտեզներում 706 երեխա, սակայն այդ շրջանում ուրեմն Արաբկիր վարչական շրջանում նշված ժամանակաշրջանում մինչև 18 թվականը օտարվել է 14 մանկապարտեզ եւ մանկապարտեզների ընդունելության միջին հնարավորությունը ըստ հաշվի առնելով այդ մանկապարտեզները կարող են ներգրավել 2520 երեխա։
Կենտրոն վարչական շրջանում ուրեմն հերթում սպասում են 836 երեխա իրենց հերթում մանկապարտեզներում, նշված ժամանակաշրջանը մինչև 18 թվականը կենտրոն վարչական շրջանում օտարվել է 18 մանկապարտեզ, որոնք կարող են ընդունել 3220 երեխա։ Քաղաքապետարանը տեղեկությունների հավաքագրման փուլում է, կադաստրից են տեղեկություն սպասում, որ նաև համեմատեն, թե ինչ արժեքով են տեղի ունեցել օտարումները։ Նաև իրավապահ մարմիններից ենք սպասում, հակակոռուպցիոն կոմիտեից եւ գլխավոր դատախազությունից։ Լուրերին եւս փոխանցեցին 1991 թվականից հետո օտարված մանկապարտեզների հետ կապված տեղեկությունները դեռ ամփոփ չեն։ Հրազդան կիրճի կարծում եմ վերջին հողատարածքն է 5700 քառակուսի։ Խոսքը հենց Վիզգորոդոկի մանկապարտեզի մասին է, հայտարարությունը այս տարվա հունիսին հրապարակված։ Կարծում եմ լավագույն տարբերակը կառուցել շենք եւ ունենա ամեն բնակարանը դեպի ձոր տեսարան։ Այս ու այսպիսի հայտարարություններից հետո այդ տարածքը գնացող եկող մեքենաների դեպքում բնակիչների անհանգստությունը անցնող տարիներին չի փոխվում։ Մենք շատ վախենում ենք, որ մանկապարտեզի փոխարեն բարձրահարկ շենք սարքեն այդտեղ։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ֆիզիկայի ինստիտուտին պատկանող մանկապարտեզի տարածքի հետ կապված իրականացնում է ուսումնասիրություն դատական հայց ներկայացնելու նպատակով, փոխանցում են դատախազությունից։ Իրինա Մկրտչյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։